մանրածախ բիզնեսի տնօրենի պաշտոնը եւ նաեւ վարչության անդամ էր։ Հետո 2025 թվականին մի բանկից տեղափոխվել է մեկ այլ բանկ, որտեղ իդեպ շարունակում է մի խանգարեք ինձ։ Որտեղ իդեպ շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը գործառնություն չէ, մանրածախ բիզնեսի տնօրեն եւ վարչության փոխնախագահ։ Հիմա մեղադրանքն ինչու՞մ է, որ իմ եղբայրը աշխատել մի բանկում աշխատել, հետո գնացել է մյուս բանկ աշխատել, մեղադրանքներն է, որ ահա այն մյուս բանկում եթե 25% մասնակցություն ունի պետությունը, ուրեմն շահի բախում կա, որտեղ բացատրեք ինձ։ Հաջորդը էլի ձեր այդ տարօրինակ տրամաբանության։ Հա իմ եղբայրը 20% պետական 25% պետական մասնակցությամբ առևտրային բանկում աշխատում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100% պետական մասնակցությամբ ազգային ժողովում աշխատում։ Եվ ո՞րն է ձեր տրամաբանությունը։ Եվ ամենավերջինը, Ժորժ ջան, ամենայն հարգանքով չեմ ուզում ձեզ վիրավորել ոչ մի կերպ, բայց ամոթնել է էլի լավ բան։ Ձեր խմբակցության առաջնորդը եւ իր ընտանիքը իրանցից դատախազությունը պահանջում է որպես ապօրինի գույք բռնագանձել $200 միլիոն։ Պարոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը, եթե չեմ սխալվում, 21 տարեկանում միլիոնատեր է եղել։ Եթե սխալվում եմ կներեք։ Բայց գիտեմ, որ երիտասարդ տարիքում միլիոնատեր է եղել։ Քավլիցի, ուրախ եմ ձեզ համար։ Բայց միշտ անտրամաբանական է, էլի որ եկեք գալիս ասում եք պարոն Ռուբինյան, ինչա ձեր եղբայրը աշխատում բանկում։ Լավ է, այ քեզի բան։ Ընդ որում հետ որ ասում եք հենց պետական մասնակցություն մտավ սկսեց աշխատել, սխալ եք ասում։ Ամիո բանկում պետական մասնակցությունը սկսել է 2022 թվականին, եղբայրս Ամիո բանկում աշխատում է 2025 թվականից։ Այսքանը ձեր խմբակցության մասին համոռացա, Տիկին Գրիգորյան, գիտեք ինչի չի մասնակցելու ձեր խմբակցությունը քվեարկությանը, որտեղ դուք վստահ չեք, որ քվեարկության ընթացքում չի պարզվի, որ ձեր падգամներից մի քանիսը ինձ են քվեարկելու, այդ թվում դուք։ Հիմա անցնելով հարգարժան ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Տիկին Ղարամանյան, ես ցավում եմ, որ իրոք այդ կեղծ լուրը կրկնում եք կամ գուցե տարընթերցման կարծիք կա։ Ներողություն էլի։ Այն ընթացքում, երբ որ դուք այս ամբիոնից ինձ ասում եք, որ ես լրագրողների համար նոր սահմանափակումներ եմ մտցրել, ես ֆրանսի նայեցի մեր սիրելի լրագրողներին, բոլորը անում էին ասում էին sense, չէ, որովհետև եթե դուք ուշադիր զբոսնեք ազգային ժողովի տարածքով, բոլոր տեղերում կտեսնեք լրագրողներ։ Որևէ նոր սահմանափակում, որևէ չի մտցվել եւ չի մտցվելու։ Հաջորդը պարոն Ֆարմանյանն էր թերևս, ասում էր, ինչու եմ ես օգտագործում Կալուգա քաղաքի անվանումը եւ ինչու եմ օգտագործում օլիգարխ եզրույթը։ Սկսեմ Կալուգա քաղաքից։ Ես փաստ եմ արձանագրում, ես որևէ վիրավորելու, որևէ միտում երբևիցե չեմ ունեցել եւ չեմ էլ ունենալու։ Մարդը ապրել է երկար տարիներ եւ իր գործունեությունը ծավալել է Կալուգայում։ Նույն կերպ, եթե օրինակ ես ձեր կամոք եւ ձեր կամոք ընտրվեմ ազգային ժողովի նախագահ, եթե ինձ ասեք, օրինակ, չգիտեմ, երրորդ մասցի ազգային ժողովի նախագահ, ես բացարձակ չեմ վիրավորվի դրանից, ասեմ ավելին, իմ հարազատ երրորդ մասցիները իրենց շատ լավ կզգան դրանից։ Դրանց մի մասը ամենայն դեպս։ Ուսման վայրով սխալ կլինի, որովհետեւ օրինակ, եթե ինձ ասեք Լոնդոնցի ազգային ժողովի նախագահ, դա փաստական սխալ կպարունակի, որովհետեւ ես Լոնդոնում ապրել եմ 1 տարի, Լոնդոնում չեմ կայացել որպես բիզնեսմեն, էլ ինչ ասեմ, իմ շահերի կենտրոնը Լոնդոնում չի, գրանցումս Լոնդոնում չի, Լոնդոնում անձնագրային գործ չունեմ, որի մեջ գրված է բան մի 6-ի մամուլի կենտրոն։ Նույնն է Լեհաստանում իդեպ։ Հաջորդը հարգելի գործընկերներ, օլիգարխի վերաբերյալ։ Պարոն Ֆարմանյան ճիշտ է ասում, օլիգարխ բառի սահմանումներն է մարդ, որը ազդեցություն ունի պետական համակարգի վրա։ Սամվել Կարապետյանի եղբայրը երկար տարիներ եղել է ՀԿ խմբակցության ղեկավար, ՀԿ падգամավոր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, հիմա էլ Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցության խմբակցությունը ազգային ժողովում, որը նույնպես պետական համակարգի անբաժանելի մաս է, իդեպ հարգելի գործընկերներ, եթե չգիտեք, ասեմ, դուք բոլորդ իշխանություն եք։ Այսինքն դուք օրենսդիր իշխանության մաս եք, դուք ընդդիմադիր եք իշխողուժին, բայց դուք իշխանություն եք օրենսդիր, դրա մի մասն եք։ Եվ հետեւաբար դա լրիվ մտնում է օլիգարխ սահմանման տակ։ Կրկին ես որևէ վիրավորելու միտում չունեմ։ Ես պետք է ասեմ նաև, որ ողջունում եմ Տիկին Արեգա Հովսեփյանի Ղարաբաղի բարբառով արված հետևյալ հայտարարության հետևյալ մասը, որ
մենք հայրենիքում ենք։ Միանշանակ ողջունում եմ եւ ես ուզում եմ, որ մեր Ղարաբաղցի քույրերն ու եղբայրները, այդ թվում Տիկին Հովսեփյանը, իմանան, որ իրենք իրենց հայրենիքում են, դուք միանշանակ ձեր հայրենիքում եք, եւ ես երբ որ ասում եմ, որ ես ամեն ինչ կանեմ, որ իմ եւ ձեր երեխաները չտեսնեն երբևէ պատերազմ, ես այդ թվում նկատի ունեմ մեր սիրելի Ղարաբաղցի քույրերին ու եղբայրներին, որոնք այս 30 տարիների ընթացքում ավելի քան են տեսել այդ պատերազմը եւ էլ պետք չի տեսնեն։ Եվ իդեպ նաև միանշանակ կիսում եմ Տիկին Հովսեփյան ձեր ասածն առայն, որ ձեր որդիները ոչնչով առավել չեն մյուսներից, իմ որդին էլ ոչնչով առավել չի, եւ ես ինչի եմ ասում, որ ես պետք է ամեն ինչ անեմ, որ ինքը պատերազմ չտեսնի, որտեղ ես գիտեմ, որ երբ որ ժամանակը գա, ոնց որ ես եւ իմ եղբայրը չենք խուսափել բանակում ծառայելուց, նենց էլ իմ որդին չի խուսափելու, ինքը այլ երկրի քաղաքացիություն չի ստանալու, ամենայն դեպս քանի դեռ չափահաս չի, ես չեմ գրանցելու իրան ուրիշ տեղ, ես չեմ արտագաղթելու իր հետ, էլ ինչ ասեմ, ինքը Փառք Աստծո առողջ է, հուսով եմ առողջել կմնա։ Եվ եթե պատերազմ լինի, Աստված չանի։ Ինքը ոչ մեկից առավել չի լինելու։ Եվ ոչ ոք ոչ մեկից առավել չի լինելու։ Բայց կրկնում եմ, ես ամեն ինչ անելու եմ, որ այս հարցը չկանգնի ընդհանրապես։ Հա, պարոն Կարապետյան, հետաքրքիր բան եք ասում եք, ես չեմ ուզում, որ Ադանան քեբաբով ճանաչեն, որովհետև Ադանան իմ հայրենիքն է, նախ մի քիչ սխալ եք ասում, ոչ թե Ադանան են քեբաբով ճանաչում, այլ քեբաբն են Ադանայով ճանաչում, այդ թվում այն ժամանակներից, երբ որ Ադանայում հայեր էին ապրում։ Երկրորդը, բայց տարօրինակ է, Տաշիրն էլ է ձեր հայրենիքը, բայց դա ձեզ չի խանգարել Տաշիր պիցան անվանել Տաշիր պիցա։ Սա ինչի համար ասեցի։ Իրականում ինչ որ ես հիմա ասեցի, ինչ ասեմ, շատ ցածր մակարդակի բան էր, բայց ես ուղղակի ստիպված եմ անալոգիա բերել եւ ես կարծում եմ ընդհանրապես դուք բոլոր ձեր մի մասը, այսինքն նոր падգամավորներ եք, խնդրում եմ, իմ հայրենիք Հայաստանի Հանրապետությունն է միակը իդեպ։ Ներողություն, խնդրում եմ մի ընդհատեք։ Ես ձեզ լսել եմ առանց ընդհատելու։ Ընդ որում հարգելի գործընկերներ, ձեզ շատերը երիտասարդ են կամ նոր падգամավոր են, կարևոր է, ես օրինակ կիսվեմ մի բանով։ Ես միշտ ինչ-որ բան որ ասում եմ, սկզբից ինքս մեծ անալիզ եմ անում։ Այս բանը որ ասում եմ, կարող է ես այդ նույնն եմ արել ժամանակին։ Եվ եթե մտածում եմ կարող է տես մեկնաբանվի, չեմ ասում։ Հիմա սա ինչ եմ ասում։ Պարոն Գառնիկ Դավթյանի առաջին հարցը ուղղված ինձ, թե արդյոք ես թուրք տեսել եմ Ստամբուլում, քննարկումների առիթ դարձավ եւ մեր պատգամավորները անդրադարձան, տեսա համացանցում է քննարկվում։ Ես ուզում եմ հարգելի գործընկերներ, բոլորիդ կոչ անել ներողամիտ գտնվել, որովհետև պարոն Գառնիկ Դավթյանը երիտասարդ падգամավոր է, նոր падգամավոր է, իր քաղաքական կարիերան իր արժևում է եւ ոչինչ։ Նորմալ է, ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ հարցի մեջ։ Ուղղակի պարոն Դավթյան, sense մի հատ ռուսերենում խոսք ասում է, главное в ходе следствия не выйти на самого себя։ Հիմա արդյունքը պարզվեց, որ դուք մասնակցել եք հայ-ադրբեջանական երիտասարդական ինչ-որ հանդիպման, հերիք չի տեսել եք ադրբեջանցի, մի հատ էլ շփվել եք հետները։ Ու ես ուզում եմ ձեզ ասեմ, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, պարոն Դավթյանի։ Եվ ձեզ խնդրում եմ, տեսա լրագրողները հարցնում էին, դուք արդարանում եք, պետք չի արդարանալ։ Լավ եք արել։ Դուք որևէ հանցակ չեք գործել, դուք ադրբեջանագետ եք, դուք ուզեցել եք ծանոթանալ Ադրբեջանի հետ որպես պետություն, իրանց հանրության հետ, իմանալ իրանք ինչ են մտածում, դուք որևէ հանցակ չեք գործել։ Եվ նորմալ է, մի արդարացեք դրա համար։ Բայց ամեն դեպքում, խնդրում եմ, ամեն դեպքում վերհիշեք այդ ադրբեջանցիների կանտովքեն ինչ ձև էր, որտեղ մարդ ես, կարող է պարոն Շիրազ Մանուկյանը հարցնի, կարողանաք պատասխանել։ Ընդհանուր առմամբ